Բարի շաբաթ, սիրելի ունկնդիրներ, շարունակում եք ուսումնասիրել Սաղմոսների գիրքը, այսօր արդեն 17-րդն է, որ կոչվում է «Քո մեծ է մինչև երկինք» և խնդրենք Աստծուց, որ իր Սուրբ Հոգին մեզ ուղարկի, ների մեր մեղքերը և ողորմա մեզ և շնորհակալ ենք Աստծուց, որ այս հնարավորությունը տվել է, որ դեռ կենդանի ենք, ողջ ենք, առողջ ենք և այս հնարավորությունն ունենք իր ոտքերի մոտ գալու և սովորելու իր ճշմարտությունը, թող Աստված օրհնի իր Սուրբ Հոգին ուղարկի, որպեսզի իր խոսքը իզուր չլինի մեզ համար, այլ մտնի մեր սրտի մեջ, փոփոխություն կատարի մեր սրտի մեջ և մեր կյանքերի մեջ, Հիսուսի անունով խնդրեցի, ամեն։ Այսօրվա հիշելու համարն է Սաղմոսներ 57:9-10 Պիտի գոհանամ քեզանից, Տեր, ժողովուրդների մեջ, Սաղմոս պիտի ասեմ քեզ ազգերի մեջ, որովհետև քո ողորմությունը մեծ է մինչև երկինք և քո ճշմարտությունը մինչև ամպերը։ Մենք գիտենք, որ երկինքը, տիեզերքը շատ հեռու է մեզանից, ահռելի տարածություններ են, բայց նույնիսկ այդ տարածություններից ավելի մեծ է Աստծո ողորմությունը մեր վրա։ Սաղմոսերկները գիտակցում են, որ աղքատ են հոգևորապես և չեն կարող Աստծուն որևէ լավ բան առաջարկել։ Նրանք իրենց մեջ ոչինչ չունեն, ինչին հուսալով կարող են ներկայանալ Աստծո սուրբ գահի առաջ։ Սաղմոսներ 40:17 ասում է. բայց ես խեղճ և աղքատ, Տերը հոգ է տանում ինձ համար։ Դու ես իմ օգնությունը, փրկությունը, ով եմ Աստված, մի ուշացիր։ Սա ասում է Դավիթը, որ քանի անգամ ասել է, հզոր զինվորական էր, բացի դրանից նաև շատ մոտ էր Աստծո հետ, հնազանդվում էր Աստծուն, այն աստիճան, որ մինչև այդ սարսափելի մեղքը գործել ինքը կոչվում էր Աստծո ընկերը, Աստծո բարեկամը։ Եվ Դավիթը լավ գիտեր, թե ինչ է նշանակում Աստծո ողորմությունը։ Ուրեմն այս մարդը, որ այսքան մոտիկ էր Աստծո հետ, որ այսքան փառավորված էր Աստծո կողմից, այս մարդը ասում է, ես խեղճ եմ ու աղքատ, օգնության ասիր։ Այսքան հաղթանակներ էր Դավիթը կրել Աստծո օգնությամբ, բայց Դավիթը հույսը դնում է միայն Աստծո վրա, ասում է, ես խեղճ եմ և աղքատ, խնդրում օգնության ասիր ինձ։ Ուրեմն ինքը հասկանում է, որ ինչ որ ինքը ունի Աստծուց է, իրենից ինքը ոչ մի բան չունի, ինքը չի ասում, Աստված ջան, ես այսքան հավատարիմ եմ քեզ, ուրեմն բարի եղիր, դու էլ ինձ օրհնիր, ոչ, իր ամբողջ հույսը Աստծո ողորմության ու սիրո վրա է։ Ինքը գիտի, որ հասկանում է, որ ինքը, ինչպես բոլորս, ունեն շնորհի Աստծո, շնորհի կարիք։ Մարդիկ լիովին կախված են Աստծո ողորմությունից։ Երբ որ մենք կարդում ենք Սաղմոսները, մենք սա ենք տեսնում, սա ենք հասկանում։ Եվ բարեբախտաբար Աստծո ողորմությունը հավիտենական է, երբեք չի կանգնում։ Եվ դրա մասին վկայում է Աստծո արարչագործությունը, այնպես էլ Աստծո ժողովրդի պատմությունը։ Հավիտենական Աստծո առաջ մարդկային կյանքը խոտի պես անցողիկ է, բայց Աստված խղճում է մարդկանց և նորոգում նրանց ուժերը։ Աստված է, որ նորոգում է մեր ուժերը, որ բժշկում է մեզ։ Դեղերը ընդամենը որոշ ժամանակով սիմպտոմները ճնշում են, ախտանիշները, որպեսզի մարմինը մինչև մարմինը իր գործը անի և վերականգնենք իրեն։ Այսինքն ոչ թե Աստված է իրականում վերականգնում, որտեղ այդ պրոցեսը վերականգնման Աստված է դրել մեր մարմնի մեջ։
Եթե իհարկե դեղերը վերցված չեն Աստծո դեղարանից, այսինքն բնությունից, որտեղ բնության մեջ կան լիքը բույսեր, որոնք ավելի էֆեկտիվ են եւ իրոք բուժում են, քան թե այն դեղերը, որոնք ուղղակի բթացնում են նервային սիստեմը, մինչև որ մարմինը վերականգնվի։ Ուրեմն բուժումը միշտ տեղի ունենում Աստծո ողորմությամբ։ Եթե Աստված չկամենա, եթե Աստված չխղճա, բուժումը տեղի չի ունենա։ Ուղղակի Աստված գիտի, որ մենք կարճ կյանք ունեցող մարդիկ ենք եւ խղճում է եւ նորից ու նորից նորոգում է մեր ուժերը ինչի համար, որպեսզի մենք օգտագործենք այդ հավելյալ ժամանակը, իրեն ընտրենք եւ փրկության ճանապարհին կանենք, որպեսզի հետագայում իր հետ երանելի կյանքով ապրենք հավիտյան։ Աստված միայն բարին է ուզում մեզ համար եւ դրա համար մեր կյանքի ընթացքը երկարացնում է։ Եվ Աստծո ժողովրդին մխիթարում է այն փաստը, որ Տերը հավատարիմ է իր ուխտին, մարդկանց աղոթքները որքան էլ հրատապ լինեն, հաճախ լցված են հույսով, քանի որ դրանք ուղղված են իրենց կարեկցող երկնային Հորը։ Աստծո շնորհի եւ սիրո մշտապես նորոգվող փորձառություններն ամրացնում են բացառապես Աստծո Աստծուն երկրպագելու եւ ծառայելու վճռականությունը, որտեղ երբ որ քո բարձրությամբ տեսնում ես, թե ինչ ողորմած է Աստված, ինչպես է նա քեզ օրհնում, ինչպես է բժշկում, ինչպես է տալիս այն բոլոր բարիքները, որոնք անհրաժեշտ են քո կյանքի համար, եւ դեռ ավելին, եւ դա լցնում է քո սիրտը երախտապարտությամբ, երախտիկով եւ ուրախությամբ փառավորում ես Աստծո անունը, փառաբանում ես նրան։ Կարդանք 136-րդ Սաղմոսը։ Դավթի Սաղմոսն է սա։ Եվ նա ասում է. «Գոհացեք Տիրոջից, որտեղ բարի է, որտեղ հավիտյան է նրա ողորմությունը»։ Ուրեմն այս Սաղմոսի մեջ այս հավիտյան է նրա ողորմությունը մի քանի անգամ, այսինքն ամեն նախադասության մեջ, նախադասության երկրորդ մասը կազմում է այս խոսքերը, որտեղ հավիտյան է նրա ողորմությունը։ Ինչու է կրկնում անդադ Դավիթը, որտեղ դա ընդգծում է Աստծո ողորմությունը, որ ամեն ինչ Աստծո ողորմությամբ է եղել։ Տեսնենք ինչ է այստեղ գրում։ Իհարկե, որ ժամանակ չկորցնենք, մենք անդադ չենք ասել այս խոսքերը, բայց վերջում կասենք։ Գոհացեք Տիրոջից, որտեղ բարի է։ Գոհացեք Աստվածների Աստծուց, որտեղ հավիտյան է նրա ողորմությունը։ Գոհացեք Տիրոջից։ Նա է միայն մեծամեծ հրաշքներ գործում։ Երկինքն արարեց իմաստությամբ, երկիրը տարածեց ջրերի վրա։ Մեծամեծ լուսատուներ արարեց, արեգակը, որ իշխում է ցերեկվա վրա, լուսին ու աստղերը, որոնք իշխում են գիշերվա վրա։ Եգիպտոսին զարկեց նրա առաջնեկներով եւ Իսրայելը հանեց նրանց միջից։ Հազոր ձեռքով եւ երկար մեկնած բազկով Կարմիր ծովը երկու բաժին արեց, Իսրայելն անցկացրեց նրա միջով, փարավոնին եւ նրա զորքը թափեց Կարմիր ծովի մեջ, իր ժողովրդին տարավ անապատի միջով, մեծամեծ թագավորների զարկեց, հզոր թագավորների սպանեց, ամորհացների Սեհոն թագավորին եւ Բասանի Օգ թագավորին, եւ նրանց երկիրը ժառանգություն տվեց, ժառանգություն Իսրայել ծառայի համար մեր խոնարհության մեջ հիշեց մեզ փրկեց մեր թշնամիներից, հաց է տալիս ամեն մի մարմնի, գոհացեք երկինքի Աստծուց, որտեղ հավիտյան է նրա ողորմությունը։ Ուրեմն այս բոլոր Աստծո գործերը նշելով, Աստված Դավիթ այստեղ ասում է ոչ թե նրա համար, որ մենք լավն ենք, ոչ, ասում է, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Չի ասում, որտեղ մենք բացառիկ ենք, որտեղ մենք հատուկ ենք, որտեղ մենք ընտրյալ ենք, նո, ասում է, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Աստված կարող է ընտրել յուրաքանչյուրին իր ողորմությունը թափելու վրա, եթե այդ մարդը ուզենա ընդունելու Աստծո ողորմությունը իր կյանքում։ Իհարկե ոչ թե մեղավոր վիճակում, այլ մեղավոր վիճակից դուրս գալու համար։ Ուրեմն հիշենք սա,
ինչ որ լավ բան մեր կյանքում լինում է, մեր սիրուն աչքերի համար չի, նրա համար չի, որ մենք իբր թե բարի ենք, իբր թե լավն ենք, իբր թե սենց ենք, նենց ենք, այլ որտև Աստված ողորմած է, որտև նրա ողորմությունը հավիտյան է։ Եվ Սաղմոսը ցույց է տալիս, որ Աստծո վիթխարի զորության ու վեհության հիմքը նրա անսասան սերն է, այլ ոչ թե մեր լավ լինելը, այսպես կոչված լավ լինելը։ Ուզում եմ մենք օրը 1000 անգամ աղոթենք, 1000 անգամ լավություն անենք մարդկանց, Աստված մեզ ողորմ է, որտև ինքը սիրում է մեզ։ Աստված ներում է մեզ, որտև սիրում է մեզ, ոչ թե այդ բարի գործերն են փակում մեր մեղքերը։ Տիրոջ մեծ սքանչելիքները, որևէ մեկը չի կարող դրան կրկնօրինակել, նրա գերագույն իշխանության անհերքելի ապացույցն է։ Աստված ստեղծել է երկինքները, երկրի ամբողջ տիեզերքը, ամբողջ գալակտիկաները ստեղծել ինքը, եւ չի կարելի պաշտել արարվածը, ինչպես անում են դա հեթանոսները։ Սաղմոսները հեղինակազրկում են եւ կեղծ գահից իջեցնում են հեթանոս աստվածներին, ինչպես նաեւ այն ամենը, ինչին մարդիկ կարող են վստահել, որտեղ այդ ամենը պարզապես արարված բաներ են, այլ ոչ թե արարիչ են։ Սա է էական տարբերությունը Աստծո ուժեղ ձեռքի եւ մեկնած բասկի պատկերը ընդգծում է Աստծո զորությունը եւ նրա ողորմության լայնածավալ տիրույթը։ Այսինքն, երբ որ մենք տեսնում ենք Աստծո գործերը, մենք պիտի փառաբանենք իրեն, ոչ թե այո, արևը հզոր է, արևը ահռելի է, մեծ է, տաքություն է տալիս եւ այլն եւ այլն։ Բայց ով է ստեղծել արևը։ Արևը ունի ուղեղ։ Նա ուղղակի Աստված ստեղծել է այն, դրել է հատկապես այնպիսի տարածության վրա, որ ինքը ոչ վառի, ոչ էլ երկիրը սառի։ Այսինքն ով է այդ ամբողջ չափումները ձևերը արել։ Մեծ մաթեմատիկոսը, մեծ ֆիզիկոս Աստված։ Եվ անմտություն է երկրպագել արևին կամ լուսին կամ աստղերին կամ չգիտեմ ինչ որ ստեղծված մի բանը։ Դա հավասար է նրան, որ դու գնում ես ինչ որ մեկի ցուցահանդեսը, շատ գեղեցիկ նկարներ կամ միգուցե արձաններ է կերտել այդ արվեստագետը եւ կանգնում ես նկարի առաջ, ասում ես, օ, ինչ վեհասքանչ ես դու, օ, ես ինչ լավն ես դու, օ, ինչ տաղանդավոր ես դու, նկարին ես ասում։ Բոլորը կնային եւ քեզ կդնեն մեկի տեղում ուղեղը ինչ որ նորմալ չի աշխատում։ Փոխարենը նկարչին ասես, այո, դուք տաղանդ ունեք, եւ թող Աստված էլ ավելի օրհնի ձեր ձեռքի տաղանդը, շատ գեղեցիկ նկարներ եք ստեղծում, որ մարդկանց ներքինը կարող է փոխել, որ մարդկանց ուրախություն կարելի պարգևել, որտեղ իսկական ճշմարիտ արվեստի դերը մարդու կյանքում հենց դրանում է։ Որտեղ մենք կարող ենք փոխվել նաև նայելով, մենք կարող ենք լավ զգացողություններ ունենալ նայելով այդ գեղեցիկ նկարին, եւ դա շատ կարեւոր է մեր հոգու համար։ Ուրեմն չլինենք անմիտ, պաշտենք նրան, որ ստեղծել է, այլ ոչ թե ստեղծվածին։ Աստծո ողորմությունը արչարության ժամանակ եւ պատմության ընթացքում պետք է ոգեշնչի իր զավակներին, որ վստահեն իրեն եւ հավատարիմ մնան նրա ուխտին։ Եվ այս արտահայտությունը, որտեղ հավիտյան է նրա ողորմությունը, որ անընդհատ կրկնվում է այդ 136-րդ Սաղմոսում, հավաստիացնում է հավատացյալներին, որ Տերը չի փոխվում եւ կկրկնի անցյալի բարի գործերը յուրաքանչյուր նոր սերնդի համար։ Աստված հիշում է իր զավակներին եւ հավատարիմ է իր շնորհի ուխտին։ Հավատը Աստծո անանց ողորմության հանդեպ աստվածաշնչյան հավատքի հիմքն է, որը ներառում է ուրախ երկրպագություն եւ վստահություն, ինչպես նաեւ զսպվածություն եւ ապաշխարություն։
Այսինքն սա է մեծագույն տարբերությունը եւ հիմնական տարբերությունը հեթանոսությունից քրիստոնեության։ Աստված ինքն է իր ողորմությամբ փրկում մարդուն, իսկ հեթանոսության մեջ մարդը իր զոհերով է փրկում եւ թողում է այդ հեթանոս Աստծո առջև իսկ բախից։ Իսկ Աստվածաշնչում եւ իհարկե շատ դաժան են ներկայացված այդ հեթանոս աստվածները, այսպես կոչեցված աստվածները, որոնք գոյություն չունեն։ Եվ բայց մեր Աստված լիովին տարբեր է։ Աստված ողորմում է մեզ, սիրում է մեզ, եւ այդ վաղ բառը, որ օգտագործած Աստվածաշնչում հիմնականում խոսքը գնում է ակնածանքի մասին, որտեղ երբ որ տեսնում ես մարդու բարությունը, ապշում ես եւ ակնածում ես, զմայլվում ես այդ մարդու արածով եւ բնավորությամբ։ Սա է տարբերությունը եւ դա ահռելի տարբերություն է։ Եվ ես չեմ հասկանում այն մարդկանց, որ ես սիրող Աստծուն թողած գնում եւ կարճում են անհոգի եւ անշունչ կուռքերին, սուտ աստվածներին, ուղղակի անհասկանալի է։ Այսինքն հասկանալի է այն ժամանակ, երբ որ տեսնում ենք, որ իրենք ուղղակի կարճել են իրենց մեղքերին եւ չեն ուզում իրենց մեղքերը թողնել, որովհետեւ այդ ասպես կոչեցյալ հեթանոս կուռքերը, աստվածները իրանք չեն դրդում մարդուն սուրբ ապրելու։ Իրանք միայն խոսանում են, որ քեզ զորություն կտամ, քեզ էս կտամ, են կտամ, դու էլ էսենց սրա գլուխը կջարդես, էնի կանես, էնի կանես։ Իսկ Աստված ասում է, ինչ որ կատարում է ձեր կյանքում, իմ զորությունով է կատարվում, իմ Սուրբ Հոգու զորությունով։ Սա մեծ տարբերություն է։ Ով որ հույսը դրել է կուռքերի վրա, դատարկության վրա է դրել դատարկության վրա է հույսը դրել, որովհետև երբեք չես կարող ճշմարիտ Աստծուն հաղթել։ Ուղղակի Աստված խղճում է, ինչպես քիչ առաջ ասացինք, ողորմում է, մեր կյանքի թելը երկարացնում է, որպեսզի գոնե օրերից մի օր մենք զարթնենք մեղքի քնից եւ հասկանանք, թե ինչ է կատարվում իրականում եւ տեսնենք Աստծո մեկնած ձեռքը, իր արած քայլը, իր զոհված որդուն, որը դա քայլ է արված, առաջին քայլը ինքն է արել, որպեսզի հաշտվի մեզ հետ եւ մենք էլ անենք մեր կողմից քայլը հաշտվելու Աստծո հետ։ Իհարկե դա ներառում մեր մեղքերից մաքրվելը, բայց ով որ սիրում է իր մեղքերը, բնական է, չի ուզում դա անել եւ կկործանվի մեղքերի հետ միասին։ Եվ երբեք չի ճաշակի այն երևանությունը եւ ուրախությունը ճշմարիտ, որը կարող է տալ միայն ճշմարիտ եւ ողորմած Աստված եւ ճշմարիտ արարիչը։ Աստծո ողորմությունը տարածում է ոչ միայն Իսրայելի, այլև ողջ արարչագործության վրա։ Ավելի կոնկրետ այն ներկայացուցիչների վրա մարդկության եւ Իսրայելի եւ մարդկության, ովքեր իրոք իրանց սրտում ընդունել են Աստծուն, ովքեր իրոք կանգնել են փրկության ճանապարհին։ Սաղմոսները պատմում են Աստծո փրկարար շնորհի համապարփակ լինելու մասին եւ ողջ աշխարհին հորդորում միանալու Տիրոջ փառաբանությանը, որ կատարվում է Իսրայելի կողմից։ Այսինքն այն մարդկանց, Իսրայելի մեջ այն մարդկանց կողմից, ովքեր մաքուր սրտով ընդունել են ճշմարտությունը, ընդունել են Քրիստոսին որպես Աստծո որդի եւ փառավորում են Աստծո անունը եւ մնացած ազգերն էլ միանում են դրան, այսինքն բոլոր քրիստոնյաները միասին, ովքեր ընդունել են իրենց սրտում ճշմարտությունը տարբեր ազգերի ներկայացուցիչները։ Կարդանք նաև Սաղմոսներ 51 գլխի 1-ից 5 համարները, Սաղմոսներ 51, 1-ից 5։ Ողորմիր ինձ Աստված, քո ողորմության համեմատ եւ քո մեծ գթությամբ ջնջիր իմ հանցանքները, ամբողջովին լվա ինձ իմ հանցանքից եւ սրբիր ինձ իմ մեղքից, որտեղ ես ճանաչում եմ իմ անօրենությունները եւ իմ մեղքն ամեն ժամանակ իմ առջևում է։
միայն քո դեմ մեղանչեցի եւ քո աչքի առաջ շարի գործեցի, որպեսզի դու արդար լինես խոսքերում եւ մաքուր լինես քո դատաստանի մեջ։ Ահա ես ծնվեցի անօրինությամբ եւ իմ մայրն ինձ մեղքով հղացավ։ Այսինքն սա գրում է Դավիթը իր մեղքից հետո, երբ որ ինքը մեղք գործեց հետո Նաթանը եկավ իր մոտ եւ նրա աչքերը բացվեցին, թե ինչ չարագործություն է ինքը արել, իր լավագույն զինվորականի կնոջը գողացել է եւ սպանել այդ զինվորականին, երկակի մեղք։ Եվ իհարկե ուրիշի Հովավի ձեռքով սպանեց, կամ օտարների ձեռքով սպանեց, բայց հրամաներից էր։ Եվ ինքը չէր գիտակցում դա, մինչև որ Նաթանը եկավ եւ ասեց, եւ ինքը իր բերանով իր պատիժը արձանագրեց, այսինքն ասեց 4 անգամ այդ մարդը պիտի 4 անգամ ավել պիտի պատասխան տա դրա համար, եւ այդպես էլ եղավ իր կյանքում, իր մեղքի պատճառով իր 4 երեխաները կործանվեցին, իհարկե կործանվեցին իրենց սեփական մեղքի պատճառով, բայց արդարադատությունը տեղի ունեցավ, պատիժը տեղի ունեցավ, եւ Դավիթը այստեղ ինչպես է աղոթում, ասում է Աստված ջան, ես ամբողջ կյանքում քեզ հավատարիմ եմ եղել, նույնիսկ քո բարեկամն եմ կոչվել, չես հիշում, արի ծանոթի կարգով ինձ վերականգն է էլի, դե հալա մի հատ մեղք գործեցի այսքան ժամանակ, միթե այսպես է խոսում Դավիթը, կամ ասում է, այդքան լավություն եմ արել, այդքան բարություն եմ արել, քո հաղթանակները իմ միջոցով տարել ես, փառարել ես քո անունը, ոչ, Դավիթը ողբում է իր մեղքի վրա, որովհետև ոչ մի բարի գործ չի կարող ջնջել մեր մեղքը, այլ միայն Քրիստոսի սուրբ արյունը։ Եվ շատերը կասեն, այդ վաղ Հիսուսը չէր մեռել, բայց որոշումը արդեն կայացրած էր, Հիսուսը պիտի գար եւ մեռներ, եւ ամբողջ մարդկությունը, թե հին կտակարան, թե նոր կտակարան, այդ զոհի միջոցով են փրկված։ Եթե զոհը չկայանար, չէին փրկվի ոչ հին կտակարանի մարդիկ, ոչ էլ նոր կտակարանի մարդիկ։ Այսինքն դա կարծես ներում էր մինչ ավանսով, այսպես ասենք։ Եվ Դավիթը դա լավ հասկանում էր։ Ոչ թե ձգտում էր իր մեղքը արդարացնել եւ խալի տակը իր կեղտերը ավլել ու կմցնել, այլ ի սրտե ներում խնդրեց Աստծուց եւ ստացավ այդ ներումը։ Սա է Աստծո հարաբերությունների հետ հաջողությունների մեր գաղտնիքը։ Դավիթը շատ լավ գիտեր ինչ բան է կյանքը Աստծո ներկայության մեջ եւ ինչ բան է կյանքը Աստծո ներկայությունից դուրս, երբ որ Աստծո ներկայությունը չկա։ Եվ ինքը շատ լավ էր դա հասկանում եւ խնդրում էր նորից Աստծուն, որ Աստծո ներկայությունը վերադառնա, որտեղ Աստծո ներկայության մեջ է թե մեր մաքրությունը, թե մեր ուրախությունը, թե մեր երանելիությունը։ Եվ Դավիթը այդ ամեն ինչը ճաշակել էր եւ ուղղակի ի վիճակի չէր առանց Աստծո ներկայության ապրելու։ Եթե մարդ մի անգամ ճաշակել եւ տեսել է, թե ինչ քաղցր է Աստված, նա էլ երբեք չի կարող առանց Աստծո ներկայության ապրել։ Եվ ինչու է Աստված այդքան խստությամբ վերաբերվում Դավիթի։ Գիտեք, ինչքան մարդու դիրքը բարձր է, այնքան իր պատասխանատվությունը մեծ է, որովհետև իրանից օրինակ են վերցնում, իրան են նայում շատ մարդիկ։ Եվ եթե կառավարիչը Աստծուն նվիրված եւ սուրբ կյանքի ձգտող մարդ է, շատ բարիք կլինի այդ երկրում կամ այդ տարածքում, մարդիկ կնային նրան, կսողրեն նրան, բայց եթե մարդը չարագործ է եւ մեղավոր եւ գիտակցաբար դա անում է Աստծուն
մարտահրավեր նետելով այդ չարությունը տարածվում է մյուսների վրա, որտեղ նայում են, տեսնում են եւ նույնն էլ կրկնում են իրենք։ Դրա համար իրանք ավելի շատ պատասխան են տալու Աստծո առաջ, քան թե հասարակ մարդիկ։ Աստված ասում է, ինչքան որ բացել եմ, այնքան էլ պատասխան եմ, այսինքն այնքան այն աստիճանել պատժելու եմ։ Ուրեմն դրա համար լավ կլիներ, որ շատ կառավարիչներ հասկանային Դավիթի պես, թե ինչ մեղք են գործում, եւ Դավիթի պես ապաշխարեին, եւ խնդրեին Աստծուն, որ իրենց մաքրեր եւ բոլորովին այլ կյանքով ապրեին, այլ ոչ թե այդպես ամբարտավան ձևով մարտահրավեր նետեն Աստծուն եւ շարունակեն այդ կեղտոտ ճամփաների մեջ քայլելու։ Եվ 6-րդ համարից շարունակենք, ահա դու փափագում ես ճշմարտությունը սրտում եւ ծածուկ տեղում իմաստություն կսորեցնես ինձ։ Մաքրիր ինձ սոպայով եւ ես մաքուր կլինեմ, լվա ինձ եւ ես յունից սպիտակ կլինեմ։ Գիտեք, մեղքը դա վիրուս է։ Ինչպես կոմպյուտերի մեջ քո թշնամին վիրուս է ներարկում կամ մտցնում, որպեսզի ամբողջ քո ֆայլերը մեջտեղից գնան, կամ նույն ձևի սատանան մարդու մեջ վիրուս է, մեղքի վիրուսն է ներարկում, եւ եթե դու որոշում ես եւ հնազանդում ես սատանային, այդ վիրուսը աճում ու զարգանում է մեջդ։ Ինքը կոմպյուտերը չի կարող այդ վիրուսը հեռացնել։ Պետք է մի ուրիշ ծրագրավորողը կամ մասնագետը, որ այդ վիրուսը հանի, մաքրի կոմպյուտերը վիրուսից եւ ֆայլերը վերականգնի։ Եվ Դավիթը դա լավ էր հասկանում։ Չի ասում, ես 10 հատ գործ լավություն անեմ սրան, դու իմ մեղքը ներիր, կամ ինչպես շատ մարդիկ ասում են, գնամ, ոտով գնամ, չգիտեմ ուր հասնեմ, հայերեն չեմ հիշում այդ բառը, ռուսերեն պալանիչեստվա, ուխտագնացություն, կամ ուխտագնացություն կատարեմ, ստեղ գնամ, կամ չգիտեմ, ես ինչ անեմ, այն ինչ անեմ, դու իմ մեղքը ներիր, չէ, ասում միայն դու կարող ես ինձ լվալ, մաքրել, եւ ես ձյունից կմաքրվեմ։ Ցնծություն եւ ուրախություն լսել տուր ինձ, թող ցնցան այն ոսկորները, որոնք կոտրատեցիր։ Մեղքն էր կոտրատել իր ոսկորները։ Մեղքի պատճառով ինքը տանջվում էր։ Գիտեք, երբ որ մարդը մեղք է գործում եւ իր խիղճը տանջում է իրան, այդ մեղքը իր մտքի մեջ մնում է։ Մարդը չի կարող այդ մեղքը հեռացնել, ինքը խմում է, ինքը նարկոտիկ անում, էս անում, այն անում, իսկ խմում է ալկոհոլ նկատի ունեմ, որպեսի մոռանա, բայց ավելի վատ է լինում։ Ավելի է բիթարանում իրավիճակը, որովհետև մարդը ինքը չի կարող մոռանալ։ Միայն Աստված կարող է մեր ուղեղը մաքրել այդ հիշողություններից։ Դրա համար է խնդրում Դավիթը։ Եվ միայն այդ մաքրելուց հետո կարող է մեր խաղաղությունը վերականգնել, մեր ուրախությունը։ Ինչքան մարդը համառում է իր մեղքի մեջ, այնքան ավելի իրավիճակը օրստորե վատանում է։ Եվ լավ կլինի, որ մենք բոլորս հետևենք Դավիթի օրինակի եւ Աստծուն խնդրենք, ինչպես ինքն է խնդրում. երեսը թաքցրու իմ մեղքերից եւ ջնջիր իմ բոլոր անօրենությունները։ Մաքուր սիրտ ստեղծիր իմ մեջով Աստված եւ ուղիղ հոգի նորոգիր իմ ներսում։ Դեն մի նետիր ինձ քո ներկայությունից եւ քո սուրբ հոգին մի հանիր ինձնից։ Դարձյալ քո փրկության ուրախությունը տուր ինձ եւ հոժարական հոգով հաստատիր ինձ։ Դարձյալ խնդրում է, ասում է։ Ուզում եմ նորից այն հին կյանքը, որ քեզ հավատարիմ է, որ ուրախ է, զվարթ է եւ քո ողորմություններն է վայելում։ Ապա ամբարիշներին կսորեցնեմ քո ճանապարհները եւ մեղավորները կվերադառնան քեզ, այսինքն իմ օրինակի վրա իրենք կապաշխարեն։ Տեսնելով իմ օրինակը եւ ես կվկայեմ, թե ինչպես ես մեղանչեցի քո դեմ, ինչպես դու ինձ ներեցիր եւ մաքրեցիր եւ ինչպես վերականգնեցիր ուրախության, քո ներկայության ուրախության մեջ
Փրկիր ինձ արյունապարտությունից, ով Աստված, իմ փրկության Աստված, եւ իմ լեզուն կփարավանի քո արդարությունը։ Մենք փարավանում ենք Աստծուն, որտեղ ինքը ողորմած է, որտեղ ինքը ներող է։ Տեր, բացիր իմ շուրթունքները եւ իմ բերանը կպատմի քո գովությունը, որովհետեւ դու զոհ չես ուզում, եթե ոչ իսկ կմատուցեի քեզ եւ ոչ էլ ողջակեզներ ես հավանում։ Դավիթը լավ էր հասկանում, որ այդ նոխազների արյունը չի կարող մաքրել իր մեղքը։ Աստծո ընդունելի զոհը կոտրված հոգին է, բեկված ու խոնար սիրտով Աստված, դու չես անարգում։ Այսինքն այն մարդը, որ լիովին հասկացել է իր մեղքը, մեղքի գարշելությունը, եւ այդ պատճառով սիրտը կոտրված է։ Քո բարեհաճությամբ, քո բարեհաճությամբ բարիք արասիոնին, շինիր Երուսաղեմ Պարիսները, այն ժամանակ քեզ հաճելի կլինեն արդարության զոհերը, ողջակեզներն ու ամբողջովին այրված զոհերը, այն ժամանակ ցլիկներ կմատուցեն քո զոհասեղանի վրա, այսինքն այն ժամանակ օրենքով, երբ որ դեռ Հիսուսը չէր խաչվել եւ այդ զոհերը խորհրդանշում էին Հիսուսին, նույնիսկ այդ ժամանակ Դավիթը հասկացնում է, որ ոչ թե ինքնին զոհն է, որ փրկում է, այլ կոտրված սրտով այդ զոհը բերելը, նայես թե դու ինչ սրտով ես այդ զոհը բերում։ Եթե այդ զոհը բերում ես, ասում ես լավ, Աստվածյանից արդարացրա, պրծնեմ գնամ, դա լինում է հեթանոսական զոհի պես։ Բայց երբ որ քո սիրտը կոտրտվում է դառնությունից, որ դու նման գարշելի գործ ես արել եւ Աստծուն տխրացրել ես, ոչ միայն Աստծուն, այլ քո շրջապատի մարդկանց, ում հանդեպ որ արել ես դա, եւ կոտրված սրտով մոտենում ես Աստծուն, այդ ժամանակ դու արդեն պատրաստ ես փոփոխության։ Այնքան ես զզվում այդ մեղքից, որ արդեն պատրաստ ես Աստծո զորեղ ձեռքի հպումը թույլ տալ քո վրա, որպեսզի դու դառնաս ուրիշ մարդ, որպեսզի դու չշարունակես ապրել մեղքի մեջ։ Իսկ որպեսզի հասկանաս, թե արդյոք դու մեղքի մեջ ես, թե ոչ, պետք է կարդալ Աստվածաշունչը, որովհետև Աստվածաշունչը համատվում է Երկսայրի սուրի պես, այսինքն, որ ասում է, բացում է քո ամբողջ մեջինը, եւ շատ մարդիկ դրա համար չեն սիրում Աստվածաշունչ կարդալ, որտեղ տեսնում են, թե ինչքան մեղավոր մարդիկ են իրենք, բայց Հիսուսը փորձ է անում համոզել մեզ մեր մեղարության մեջ, ոչ թե նրա համար, որ դատապարտ է, այլ որ նրա համար, որ վերջի վերջո հասկանանք, զզվենք այդ մեղքից եւ խնդրենք Աստծուն ներել մեզ եւ մաքրել մեզ եւ իր երանելի ներկայության մեջ ապրել, իր հավիտենական ուրախություն ունենալ մեր սրտում։ Ոչ մի բան այս աշխարհում չի համեմատվի դրա հետ։ Աստվածային ներումն ավելին է, քան անմեղության օրինական հռչակումը, այն խոր փոփոխություն է առաջացնում, որը ներթափանցում է մարդու հոգու ամենախորքերը։ Այն ստեղծում է նոր արարչագործություն, նոր արարած։ Եբրայերեն բարա, որը թարգմանվում է ստեղծել, ցույց է տալիս Աստծո ստեղծագործական զորությունը, որտեղ մենք գիտենք, որ Աստված ինչ որ ստեղծել, ասում է իր խոսքով ստեղծեց։ Խոսքը ինչ բառ, հայերեն բառ եւ եբրայերեն բայա ստեղծելու հենց դա է, բարա, այսինքն Աստված իր բառով բառա արեց, ստեղծեց եւ ինչպես ստեղծեց ամեն ինչ, նույն ձևի իր խոսքով, իր բառով բարա է անում, ստեղծում է նոր մարդ մեր մեջ։ Եվ միայն այդ նոր մարդը կարող է զգալ այն երանելիությունը, որ տալիս է Աստված։ Ոչ մի ալկոհոլ, ոչ մի թմրադեղ կամ թմրանյութ, կամ ոչ մի աշխարհիկ, այդ չեմ ուզում կոպիտ խոսել, բայց իբր թե երգեր են կոչվում,
բայց այդ երկերի տակ չգիտես ինչի մարդիկ խելահեղ ճղում են, գոռում են, չգիտեմ ինչեր են անում, պաշտում են այդ երկրի։ Դա երանելիության զգացում չի։ Դա բոլորին ուրիշ բան է կապ չունի Աստծո տված երանելիության զգացումի հետ։ Այն մարդը, որ ճաշակել է, Դավիթը ճաշակել էր այդ երանելիությունը եւ ուրախությունը Աստծո տված, Աստծո ներկայությունը ճաշակել է, դրա համար իմ աղաչում պաղատում եմ, որ Աստված վերադարձնի այդ երանելիությունը իրեն։ Իրականում մարդիկ դիմում են բոլոր այդ միջոցներին, որպեսզի գոնե որևիցե չափով ինչ որ հաճույք զգա, բայց չեն հասկանում, որ ամենահաճելի զգացմունքը դա Աստծո ներկայությունն է, որտեղ երբևէ չեն ճաշակել դա, ցավոք։ Դավիթը զգում է, որ իր մեղքն իրեն հեռու է պահում Տիրոջ ներկայությունից, ինչպես բորոտին էր արգելված անմաքուր վիճակում մնալ համայնքով այնքան ժամանակ, քանի դեռ անմաքուր էր։ Նա վախենում է, որ զոհաբերությունները չեն կարող լիովին վերականգնել իրեն, քանի որ չկար որևէ զոհ, որը կարողանա խաբել իր կանխամտածված շնության ու սպանության մեղքը։ Դավթի բեկված ու խոնարհ սիրտը եւ վերականգնել Դավթի բեկված ու խոնարհ սիրտը եւ վերականգնել նրան Աստծո հետ ներդաշնակության մեջ զոպայով մաքրվելու խնդրանքը ցույց է տալիս, որ նա ցանկանում է վերադառնալ Աստծո ներկայության մեջ։ Եվ կարդանք Սաղմոս 133-ը 130 Ով Տեր, խոր տեղերից եմ քեզ կանչում, ով Տեր, լսիր իմ ձայնը, թող ականջներդ ուշադիր լինեն իմ աղոթքի ձայնին։ Տեր, եթե դու հաշվելու լինես անօրենությունները, ով կարող է կանել քո առջև, Տեր, որտեղ բոլոր մարդիկ անօրեն են։ Եթե Աստված հաշվեր բոլորիս անօրենությունները, վաղուց սպառ կվերացներ մեր երկիրը մեզ հետ միասին, որտեղ քեզ մոտ է թողությունը, որ քեզնից վախենա։ Ես սպասում եմ Տիրոջը, իմ անձը սպասում է, եւ ես նրա խոսքին եմ հուսս դրել։ Իմ անձը սպասում է Տիրոջն ավելի, քան առավոտին սպասողները, առավոտին սպասողներից էլ ավելի։ Իսրայելը թող հույսը դնի Տիրոջ վրա, որտեղ Տիրոջ մոտ ողորմություն կա եւ շատ փրկություն կա նրա մոտ։ Այսինքն Աստծո զավակները թող հույսը դնեն Աստծո վրա։ Աստված կփրկի իր զավակներին իր բոլոր անօրենություններից։ Ուրեմն Սաղմոս 2-ի մեծ տառապանքը կապված է իր եւ իր ժողովրդի մեղքերի հետ։ Դավիթ այստեղ չի ասում, ինչքան դաժան ես դու Աստված, ես ինչ պատկյանք ես մեզ տվել, նո, նա հասկանում է, որ իրանց մեղքերի պատճառով որ իրանք տառապում են։ Եվ ասում է, դու միշտ արդար ես քո դատաստանի մեջ։ Սուրբ Գիրքն ասում է, որ մեղքերը գրանցվում են դատաստանի օրվա համար։ Դանիել 7:10 եւ Հայտնություն 20:12 համարները կարդանք, Դանիել 7:10 Ինչ է ասում։ Գրագի մի կետ էր հոսում եւ գնում նրա առաջից, հազարներն էին ծառայում նրան եւ բյուրբյուրավորներ կանած էին նրա առաջ։ Դատարանը նստեց եւ գրքերը բացվեցին։ Ինչ գրքեր, որտեղ մեր գործերն են գրված։ Եվ նաեւ նույն իմաստով համարը Հայտնություն 20:12 կարդանք։ Վերջին գիրքը Աստվածաշնչի Հայտնություն 20:12 Եվ գահի առաջ կանած մեծ ու փոքր մեռելներ տեսա, գրքեր բացվեցին եւ մի ուրիշ գիրք էլ բացվեց, որ է կենաց գիրքը, եւ մեռելները դատվեցին ըստ այդ գրքերում գրվածի իրենց գործերի համաձայն։ Տեսեք, գրքեր բացվեցին, այսինքն որտեղ գործերն է գրված, եւ ասում մի ուրիշ գիրք էլ բացվեց, որ է կենաց գիրքը։ Այսինքն հեշտով այդ մարդկանց գործերը նայվում են, իրանց
գրքերի մեջ, իրանց կյանքի գրքերի մեջ, իրանց արածների, եւ եթե այդ մարդը կյանքի գրքի մեջ արդեն գրված է, հեռացնում են կյանքի գրքից, եթե այդ մարդը չի ընդունել Քրիստոսին իր սրտում մեղքերի ներումը չի ստացել, եթե չի ապաշխարել, եւ հենց դա է խնդրում Դավիթ, ասում է քո գրքից, քո կյանքի գրքից մի ջնջիր իմ անունը, բայց իմ գործերի գրքից ջնջիր իմ մեղքերը, այսինքն բոլոր մեր գործերը ինչպես ֆայլեր կա, ասենք թե արդարադատության մինիստրությունում ֆայլեր կա, մարդկանց գործերը դրանց մեջ է, չէ, որ բանտ է նստել եւ այլն, նույն ձևի գրառումները, այսպես ասենք տեղեկությունները, մենք չգիտենք ինչ ձևով, այն ժամանակ գրքեր են, գիրք է գրել Դանիելը եւ Հովհաննեսը, բայց այդ տեղեկությունները, ինչպես կոմպյուտերի մեջ, այդ տեղեկությունները գրանցված են, եւ եթե մարդը դրսից չմաքրի տեղեկությունը կոմպյուտերից, չի մաքրի, նույնը մեր մեղքերը, մեր գործերն են, երբ որ մենք ապաշխարում ենք եւ խնդրում ենք Աստծուն, Աստված ջնջում է, delete է անում այդ մեղքը գրքից, որպեսզի մեր անունը չջնջի կենաց գրքից։ Մենք ինքներս ոչ մի բան չենք կարող անել մեր մեղքերի ջնջելու համար, միայն Աստված կարող է զորություն ունի ջնջելու դրանք, թե մեր մտքից, թե այնտեղից։ Այսպիսով, Սաղմոս 2-ին Աստծուն ներման համար, ով կջնջի մեղքերի արձանագրությունը։ Նա գիտի, որ Աստված բնույթով բարկած կոչ չէ, նրա սերը հավերժ է, նրա զայրույթը առաջանում է միայն այն պատճառով, որ մարդը չի գնահատում նրա սերը։ Նրա բարկության նպատակը ոչ թե վիրավորելն է, այլ ավելի շուտ մարդուն բուժելը, ոչ թե կործանելը, այլ իր ուխտի ժողովրդին փրկելը, այսինքն նրանց, ովքեր իր հետ ուխտ են կապում։ Սա գրել է Հանս Լարոնդեյլը Ազատագրությունը Սաղմոսներում գրքի մեջ։ Եվ հատկանշական է, որ Աստծո մեղքերը ներելու ոչ թե պատժելու պատրաստակամությունն է, որ ակնածանք է ներշնչում նրա հանդեպ եւ մենք փառաբանում ենք նրա համար։ Ճշմարիտ երկրպագությունը հիմնված է Աստծո սիրառատ բնավորության հանդեպ հիացմունքի վրա, այլ ոչ թե պատժից վախենալու վրա։ Աստծո զավակները կանչված են սպասելու Տիրոջը, եւ եբրայերեն քավա սպասել բառը նշանակում է ձգվել, եւ նաեւ եբրայերեն հույս բառի արմատն է։ Ուրեմն մենք հույսով, ինչքան էլ որ դժվարին վիճակում լինենք, հուսահատության մեջ լինենք, մենք հույսով կանչում ենք Աստծուն, որ ինքը օգնի մեզ։ Սա է ամբողջ գաղտնիք Աստծո եւ իր զավակների հարաբերությունների, որտեղ վստահում ենք Աստծուն, որտեղ գիտենք, որ ինքը ողորմած է, սիրող է։ Տիրոջը հավատարիմ սпасելը իզուր չէ, քանի որ մութ գիշերից հետո գալիս է աստվածային փրկության առավոտը։ Ուրեմն նաեւ Սաղմոս 2-ի անձնական խնդրանքը դառնում է ողջ համայնքի խնդրանքը, կարդանք Սաղմոսներ 137-8 Սաղմոսներ 137-8 համարները։ Իսրայելը թող հույսը դնի Տիրոջ վրա, որտեղ Տիրոջ մոտ ողորմություն կա եւ շատ փրկություն կա նրա մոտ, նա Իսրայելը կփրկի իր բոլոր անհրություններից։ Այստեղ Իսրայել բառի տեղը կարանք դնենք մեր երկրի անունը եւ մեր ազգի անունը։ Այսինքն Աստված նույն ձևի ողորմած է բոլոր մարդկանց հանդեպ, ովքեր ուզում են իր օգնությունը ստանալ, ովքեր ընդունում են, որ ինքն է Աստված, որ միայն ինքը կարող է մեզ փրկել եւ օգնել։
Իսրայելը ոչինչով չէր տարբերվում, չի տարբերվում մնացած մարդկանցից, նույն մեղավոր մարդիկ են, կապ չունի ինչ ածի եք պատկանում, ողորմությունը Աստծո մոտ է, Աստված իր ողորմության համար է, որ մեզ ներում է և ողորմում է, ուրեմն անհատի բարեկեցությունը ողջ ժողովրդի բարեկեցության անբաժանելի մասն է, այսպիսով մարդ աղոթում է ոչ միայն իր, այլև համայնքի համար, կամ ամբողջ իր ազգի համար, որպես հավատացյալներ մենք համայնքի մասն ենք և այն ինչ ազդում է համայնքի մասի վրա, ազդում է ողջ համայնքի վրա, թող ոչ ոք չասի, ինչպես ռուսական խոսք կա «Մայա խատը սկրայու», իմ համար լավ լինի, մնացածը ջնդան, ոչ, եթե քո կողքը լավ չի, ուշ թե վաղ թե ուշ դա ազդելու է քո կյանքի վրա, քո իրավիճակի վրա։ Եվ նաև կարդանք Փառաբանության Սաղմոսները 113-րդը և 123-րդը, 113 Ով Տեր 113 Ալելույա, օրհնեցեք ով Տիրոջ ծառաներ, օրհնեցեք Տիրոջ անունը, թող օրհնյալ լինի Տիրոջ անունը, այսուհետև մինչև հավիտյան, արևելքից մինչև արևմուտք օրհնյալ լինի Տիրոջ անունը, Տերը բարձր է բոլոր ազգերի վրա և նրա փառքը երկնքի վրա է, ով է մեր Տեր Աստծո նման, որ բնակվում է բարձրության մեջ, որ խոնարհվում է երկնքի և երկրի մեջ եղած բաները տեսնելու համար, որ աղքատին վեր է հանում փոշուց և աղբից բարձրացնում է խեղճին, Աստված անտարբեր չի նստել մեր գալակտիկայից դուրս և հաճույքով նայում, թե ոնց եք մենք տարապում, ոչ, դա սատանան է հաճույքով նայում և ուզում է այդպես ներկայացնել Աստծուն, այլ Աստված սպասում է հրավերի մեր կողմից, որ ամենախորը ձևով ազդի և փոխի մեր կյանքերի վրա և փոխի մեր կյանքերը, ասում է աղքատին վեր է հանում փոշուց, աղբից բարձրացնում է խեղճին, նստեցնում է նրանց իշխանների հետ, իր ժողովրդի իշխանների հետ, ամուր կնոջը բնակեցնում է տան մեջ և նա որդիների ուրախ մայր է դառնում, ալելույա, նաև կարդանք 123-ը, Դեպի քեզ են բարձրացնում իմ աչքերը, ով երկնքում բնակվող, ահա ինչպես ծառաների աչքերը նայում են իրենց տերերի վրա, ինչպես աղախնի աչքերը իր տիկնոջ ձեռքին, այնպես էլ մեր աչքերը մեր Տեր Աստծուն պիտի նայեն, մինչև որ մեզ ողորմի։ Ողորմիր մեզ, Տեր, ողորմիր մեզ, որտև անարգանքով շատ լցվեցինք։ Մեր անձը շատ է լցված գոռոզների նախատինքով և ամբարտավանների անարգանքով։ Այսինքն Աստծուց խնդրում ենք, որպեսզի ինքը խառնվի մեր կյանքի մեջ, փոխի մեր ներքինը, մեր մեղքերը ների և մեզ նոր մարդ սարքի, որպեսզի կարողանա իրագործել մեր կյանքում իր նպատակները, որ ոչ միայն մեր կյանքում, այլ նաև մեր դրացիների, մեր ազգի կյանքում։ Ոչ մի ուժ չի կարող մարտահրավեր նետել ճշմարիտ Աստծո դեմ։ Անհասանելի բարձունքների գաղափարը, որտեղ բնակվում է Աստված, փոխանցվում է այն փաստի միջոցով, որ Տերը պատրաստ է խոնարհվել երկնքի երկրի մեջ եղած բաները տեսնելու համար։ Այն, որ Աստված բնակվում է բարձունքներում, չի խանգարում նրան տեսնել, թե ինչ է կատարվում այստեղ ներքևում։ Տիրոջ ողորմածությունը դրսևորվում է աշխարհի հարցերին, միջամտելու և կարիքավորներին ու աղքատներին նեղություններից փրկելու նրա ողորմած պատրաստակամությամբ։ Նրա առատաձեռն ձեռքը թաքնված չէ իր ծառաներից, թեև նրա բնակավայրը հեռավոր երկնքում է։ Աստծո մեծությունը ու հոգատարությունը, որոնք հնարավոր չի լիովին պատկերացնել և նկատել Աստծո զարմանահրաշ բնույթի պատճառով, ակնհայտ է դառնում նրա ողորմածության և կարեկցանքի գործերում։ Կարիքավորները, աղքատները ու ճնշվածները կարող են անմիջականորեն զգալ Աստծո գերագույն զորություն այն հրաշալի փոփոխություններում, որոնք նա անում է նրանց օգտին։ Վեհափառ Աստվածը դրսևորում է իր մեծությունը օգտագործելով իր զորությունը վհատվածներին բարձրացնելու համար։ Ժողովուրդ ազատ է մոտենալու Տիրոջը, քանի որ նրա վեհությունն ու գերակայությունը չեն հակասում այն փաստին, որ նա է նրանց ողորմած արարիչը ու պահապանը և որ մարդիկ նրա ծառաներն են, նրա սիրելի
զավակները։ Այսպիսով երկրպագության շարժիչ ուժը ոչ միայն Աստծո մեծությունն է, այլև նրա բարությունը։ Փառաբանությունը սահմանափակված չէ ժամանակով եւ տարածությամբ։ Աստծո մեծությունը, ողորմությունը լավագույնս դրսևորվում են Հիսուս Քրիստոսի մեջ, ով կամեցավ խոնարհվել երկնքից մինչև խաչի մահ, որպեսզի բարձրացնի ընկած մարդկությանը։ Խաչի մեջ մենք գտնում ենք այն հզոր պատճառը, որ երկրպագենք ու փառաբանենք Աստծուն այն ամենը համար, ինչ տարել է, որտեղ դա մեր երկրորդ հնարավորությունն է, մեր երկրորդ շանսն է Աստծո կողմից տրված, որ մենք կարողանանք պատրաստվել այն հավիտենական կյանքի համար, որ Աստված պատրաստել է մեզ համար, որտեղ միայն ուրախություն եւ երանելիություն է, չկա մեղք եւ բնականաբար չկա մեղքի արդյունքները, որ են հիվանդություն, չարություն, դառնություն, մահ։ Աստված մեզ հնարավորություն է տալիս ճաշակելու իր սերը եւ ընդունելու այն եւ փոխվելու եւ պատրաստ լինելու նոր կյանքի համար, որը շուտով կլինի։ Եվ նաեւ կարդանք վերջում 103-րդ Սաղմոսը, որը շատ երկար է, միայն սկիզբը կարդանք։ Օրհներգիր Տիրոջը, ով իմ անձս եւ ամեն ինչ, որ իմ ներսում է, թող օրհներգի նրա սուրբ անունը։ Օրհներգիր Տիրոջը, ով իմ անձս, եւ մի մոռացիր նրա բոլոր բարիքները, որ ներում է քո բոլոր մեղքերը, բժշկում է քո բոլոր ցավերը, որ փրկում է քո կյանքն ապականությունից, որ պսակում է քեզ շնորհով եւ գթությամբ, որ քեզ միշտ հագցնում է բարիքներով եւ քո երիտասարդությունը նորոգվում է արծվի պես։ Տերը արդարություն է շնորհում եւ իրավունք բոլոր զրկվածներին։ Ասում է, որքան որ արևելքը հեռու է արևմուտքից, այնքան էլ նա մեզնից հեռացրեց մեր հանցանքները։ Որքան, ասում է 10-ից կարդանք, նա մեզ հետ չի վարվում մեր մեղքերի համաձայն եւ մեզ չի հատուցում մեր անօրենությունների համաձայն, այլ որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զորավոր է նրա գոտն իրենից վախեցողների նկատմամբ, որքան որ արևելքը հեռու է արևմուտքից, այնքան էլ նա մեզնից հեռացրեց մեր հանցանքները։ Ինչպես որ հայրն է գթում իր որդիներին, այնպես Տերն է գթած իրենից վախեցողների հանդեպ, այսինքն նրանից, ովքեր ակնածում են իրեն եւ լսում են իրեն, որտեղ նա գիտի մեր կազմվածքի շուրը, որ մենք հող ենք, մարդու օրերը խոտի նման են, ինչպես դաշտի ծաղիկը, այնպես ծաղկում է, երբ քամին անցնում է նրա վրայով, նա էլ չկա եւ նրա տեղն այլևս չի ճանաչում նրան, բայց Տիրոջ ողորմությունը հավիտյան իրենց վախեցողների վրա եւ նրա արդարությունը որդիների վրա, նրա ուխտը պահողների վրա է եւ նրանց վրա, ովքեր հիշում են նրա պատվիրանները դրանք կատարելու համար։ Տերը երկնքում հաստատեց իր գահը եւ նրա թագավորությունը տիրում է բոլորին։ Օրհներգեցեք Տիրոջը, ով նրա հրեշտակներ հզոր զորությամբ, դուք որ կատարում եք նրա խոսքը, նրա խոսքի ձայնը լսելով, օրհներգեցեք Տիրոջը, ով նրա բոլոր զորքեր, նրա պաշտոնյաներ, որ կատարում եք նրա կամքը, օրհներգեցեք Տիրոջը, ով նրա բոլոր արարածներ, նրա տերության բոլոր տեղերում, օրհներգիր Տիրոջը, ով իմ անձս։ Մենք ունենք այսպիսի հոյակապ եւ ողորմած Աստված, որ թե զորավոր է, թե ողորմած է, թե սիրող է։ Եվ Դավիթը դրդում է մարդկանց, ասում է հիշեք, ինչ որ Աստված արել է ձեր կյանքում։ Երբ որ մենք հիշում ենք, ինչ որ Աստված արել է մեր կյանքում, մենք ավելի ենք արմատանում մեր հավատքի մեջ, հիշում ենք Աստծո բարի գործերը եւ այլ մեծ հույսով ենք սպասում նրա հետագա բարեգործություններին մեր հանդեպ։ Նրա իմանում ենք, որ ինքը ողորմած է եւ նաեւ հիշելով դա, որպես շնորհակալություն մենք ձգտում ենք ամեն ինչում ուրախացնել նրան, ամբողջ սրտով, հոգով, մտքով, Աստծո ողորմությամբ եւ շնորհքով ձգտում ենք իր օրենքները պահել, որտեղ ինքն է մեր օրենսդիրը, ինքն է մեր Աստվածը, մեր Թագավորը։
Աստված օշնում է մարդկանց բարիք պարգևելով նրանց, եւ մարդիկ օշնաբանում են Աստծուն, գովաբանելով նրա մեջ եղած բարին, պատվելով նրան իր գթառատ բնավորության համար։ Եվ բայց մինչև դա մենք պետք է թույլ տանք, որ Աստծո ճառագայթը ներխուժի մեր սրտի մեջ եւ ցույց տա մեր անճոռնի մեղքերը, որ այնտեղ են, քանի մենք մթան մեջ ենք, քանի թույլ չենք տալիս, որ Աստծո լույսը ներխուժի մեր մեջ, մենք չենք տեսնի, եթե մտնեք մութ սենյակ, դուք չեք տեսնի, թե հատակը ինչքան կեղտոտ է, բազմոցի վրայի շորը ինչքան կեղտոտ է կամ խոհանոցը եւ այլն, բայց երբ որ լույսը բացվում է, արևի ճառագայթները ներս են մտնում, դու տեսնում ես եւ ասում ես եւ ուղղակի զարհուրում ես, թե ինչ կեղտոտություն է շուրջը։ Նույնը Աստծո խոսքն է, այն լույսը, թողենք, որ այն մտնի մեր մեջ։ Այո, տհաճ է տեսնել մեր իսկական եղելությունը, այսինքն մեր իսկական վիճակը մեղավոր, բայց Աստված սա չի անում, որ մեզ նսեմացնի, ստորացնի, այլ ուղղակի անում է, որպեսզի մենք իրոք հասկանանք, որ մենք կարիք ունենք իրաներման եւ կարիք ունենք մաքրման եւ կարիք ունենք նոր մարդ դառնալու, այնպիսի մարդ, որը Հիսուսի նման է։ Կարդանք Էլեն Ուայթի Դարերի փափակ գրքից էջ 83 Լավ կլիներ, որ մենք ամեն օր մեկ ժամ խորհեինք Քրիստոսի կյանքի շուրջ, մենք պետք է քայլ առ քայլ վերհիշենք նրա կյանքի բոլոր դրվագները եւ հատկապես վերջինները, երբ մենք այսպես մեր ուշադրությունը կենտրոնացնենք նրա մեծ զոհաբերության վրա, մեր վստահությունն ավելի հաստատուն կլինի նրա հանդեպ, մեր սերը կզորանա եւ մենք ավելի խոր կտողորվենք նրա ոգով։ Եթե ի վերջո ցանկանում ենք փրկվել, ապա պետք է սովորենք ապաշխարել ու խոնարհվել խաչի առաջ։ Պետք չէ դանդաղել, սիրելի բարեկամ։ Այս աշխարհի բոլոր բարիքները իրար հետ վերցված չարժեն նույնիսկ մեկ լույսի ճառագայթ, որ բխում է Աստծո գահից։ Աստծո տված նույն երանելության եւ ուրախության նույնիսկ մեկ կաթիլը չեն կարող փոխարինել։ Այսինքն պետք չի ինքներս մեզ խաբենք, մթության մեջ ապրենք եւ ասենք ամեն ինչ լավ է, ամեն ինչ մաքուր է, մեր սրտի ամեն անկյունը մաքուր է, ոչ, թույլ տանք Աստծո ճառագայթը ներթափանցի մեր մեջ եւ ցույց տա մեր իրական վիճակը։ Եվ նորից կարդանք Հանս Լարոնդեյլի գրքից Ազատագությունը Սաղմոսների մեջ 178 չգովաբանել Աստծուն, կնշանակի մոռանալ նրա բոլոր բարիքները, չգնահատել Աստծո պարգևները, չեն մոռանում միայն նրանք, ովքեր գովաբանում են։ Աստծո մասին խորհելն ու խոսելը դեռ չի նշանակում գովաբանել նրան։ Փառաբանությունը սկսվում է, երբ մարդ ընդունում է Աստծո վեհությունը եւ նրա բարությանը, ողորմության ու իմաստությանը պատասխանում է երկրպագությամբ։ Սա է, որ հիմնովին փոխում է մեր կյանքը այս փառաբանությունը ու երկրպագությունը Աստծուն։ Սա է, որ մաքրում է մեր ներսը, մեր սիրտը։ Եվ վերջում կարդանք Էլեն Ուայթի Քրիստոսի առակները գրքից էջ 148 Մենք մեղաչեցինք նրա դեմ եւ արժանի չենք նրա բարեհաճությանը, սակայն նա ինքը մեր շուրթերին ամենահրաշալի աղերսանքն է դրել, որ գրված է Երեմիա 14:21-ում. Քո անվան համար մի արհամարիր մեզ, մի անպատվիր քո փառավոր գահը, հիշիր քո ուխտը եւ այն մի խզիր։ Երբ գալիս ենք նրա մոտ, խոստովանելով մեր անարժանությունը ու մեղքը, նա խոստանում է ուշադրություն դարձնել մեր աղաղակին։ Նրա գահի պատիվն է մեզ տրված, որպես նրա խոսքի կատարման գրավական։
Զգալով, որ Աստված ողորմած է իր հանդեպ, Սաղմոս 2-ում քաջալերվում է եւ ասում, որ Տերն արդարություն է շնորհում եւ իրավունք բոլոր զրկվածներին։ Այսպիսով Սաղմոս 2-ի անձնական վկայություն եւ նրա կյանքում Աստծո ողորմածության դրվատման հիմնական նպատակն ուրիշներին Աստծո ողորմության մեջ հավաստիացնելն է, որպեսզի նրանք նույնպես կարողանան Աստծո առաջ բացել իրենց սրտերը, ստանալ նրա փրկարար շնորհը եւ փառաբանել նրան։ Ուրեմն Աստծո մասին մեր խոսելու, մեր պատմելու հիմնական նպատակը սա է, որպեսզի մարդիկ փորձեն երջանկանալ ոչ թե էժանագին մարդկային միջոցներով, որն է ալկոհոլը, թմրանյութը կամ չգիտեմ ինչ խելահեղ համերգներ, որ չեմ ուզում ուղղակի խոսել այդ մասին, որ մարդիկ կարծես դիվահարվում են, սկսում են անորմալի պես մոռալ այնտեղ, չեմ ուզում վիրավորել ոչ մեկին, կոնկրետ այդ պահի մասին եմ խոսում, որ ազդեցության տակ են ընկնում եւ կարծում են, թե իրանք երանելիության մեջ են, որտեղ չեն ճաշակել այն ուրախությունը, այն մեղմ ուրախությունը եւ երանելիությունը, այն հանդարտությունը, այն խաղաղությունը, որ տալիս է Աստված։ Կամենում եմ, որ ամեն մարդ իր սրտում զգա սա եւ շտապի իր քայլը անել դեպի Աստծո մեկնած ձեռքը։ Աստված արդեն իր քայլը արել է Հիսուսին մատուցելով։ Շտապենք անել մեր քայլը դեպի Աստված եւ ուխտ անենք Աստծո հետ, որտեղ նա հավատարիմ է իր ուխտին։ Մինչև մյուս շաբաթ Աստծո ողորմությամբ։